Փոխգնդապետ Կարեն Կարապետյանն է ստորաբաժանման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով նորանշանակ տեղակալը։ Զինված ուժերում ավելի քան 25 տարի ծառայելուց հետո 2021 թվականին անձնական խնդիրներով պայմանավորված արձակվել էր պահեստազոր։ Կրկին համազգեստ գրելու ցանկություններ ստիպել, որպես զինղեկ աշխատանքի անցնել դպրոցներից մեկում։ Շատ չանցած հասկացել էր շտապողականություն է դրսևորել։ Կյանքն առանց բանակի չի պատկերացնում։ Նամակ է գրել պաշտպանության նախարարին, խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ զինված ուժերի շարքեր։ Ծառայել եմ տարբեր զորամասերում, անցել եմ համարյա բոլոր օղակներով՝ դասակ, վաշտ, գումարտակի հրամանատարի տեղակալ եւ գնդի հրամանատարի տեղակալ։ Փոխգնդապետ Կարապետյանը 3 ամիս առաջ է վերադարձել շարք նույն կոչումով ու հավասարազոր պաշտոնով։ Օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող պահեստազորայինները հնարավորություն ունեն կրկին անցնել պայմանագրային զինվորական ծառայության, պահպանելով իրենց կենսաթոշակը։ Նպատակը մեկն է՝ պահեստազորի որակյալ ռեսուրսի ներգրավմամբ պաշտպանության նախարարի սահմանած զորամասերում լուծել զինվորական պաշտոնները բանիմաց ու փորձառու կադրերով համալրելու հարցը։ Սպաները այն ժամանակ, որ անցել են կենսաթոշակի, չի եղել նաև այս հավելավճարի պայմանները, որ պաշտպանության նախարարը ստեղծել է։ Հիմա որ մենք ատեստացիա պարտադիր հանձնում ենք այդ վերավորակավորումը եւ արդեն հավելավճար է գալիս մեր դրամական բավարարման վրա, լսում ենք նաև, որ մեր նախկին ընկերներից էլի դիմում են պաշտպանության նախարարին կենսաթոշակի պահպանման ուրեմն պայմանով նորից անցնել ծառայության։ Փոխգնդապետ Կարապետյանի օրինակը միակը չէ։ Վերջին 3 ամսում զինվորական կենսաթոշակ ստացող սպաներ են վերադարձել Հայաստանի բանակ։ Նրանցից մեկն էլ 24 տարի զինված ուժերում ծառայած մայոր Արտյոմ Հովհաննիսյանն է։ Շարք վերադառնալուց հետո նա զբաղեցնում է ստորաբաժանման հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնականի պաշտոնը։ Այս կյանքը առօրյան ինձ շատ հարազատ է, ես այս կյանքի մեջ ապրել եմ կյանքիս ապրած տարիների մեծ մասը։ Ճիշտ է, քաղաքացիական կյանքում պարապ չեմ մնացել, աշխատել եմ, բայց իմ համար այդ գործը խորթ էր։ Դրա համար ես որոշեցի, որ քանի ի վիճակի եմ ծառայելու, պիտի ծառայեմ։ Դիմում եմ գրել բանակային կորպուս, խնդրելով, որ ինձ վերականգնեն ծառայության։ Նախկին կարգավորմամբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում էր, եթե սպան այդ գործընթացից հետո որոշում էր կրկին զինվորական ծառայության անցնել։ Բացառություն էին կազմում զորահավաքային զինվորական ծառայության ներգրավելու, վարժական հավաքի կանչվելու կամ որոշ պաշտոններում նշանակվելու դեպքերը։ Այսպիսով օրենքից օգտվել կարող են այն սպաները, որոնք ծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով։ Փորձառու սպաների դերը շատ եմ կարևորում, որովհետև եթե սպան ծառայել է 25 տարի, 30 տարի, ուրեմն մեջքի հետևում թիկունքում ունի ուրեմն շատ խորքային փորձ ծառայության, որը ինքը պետք է հաղորդի այս կրտսեր ուրեմն սերունդը, որ գալիս են, եթե դու ունես ծառայողական փորձ, ուրեմն շատ հանգիստ հեշտությամբ ծառայելու ես զինվորների հետ։ Մանավանդ մարտական գործողությունների մասնակցած սպաները ունենում են արդեն մարտի մասնակցելու, գոյատևելու, ծանր իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ որոշումներ կայացնելու փորձ, դա պետք է որ փոխանցվի նորանշանակ սպաներին, ովքեր որ դեռ նոր են մտել ծառայության։ Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող սպաները եւս կարող են վերադառնալ ու համալրել բանակի շարքերը։ Հետաքրքրված պահեստազորայինները կարող են զանգահարել պաշտպանության նախարարության թեժգից 1-28 հեռախոսահամարով ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։